Նոյեմբերի 13-ին նախագահականի դիմաց, երբ որ մենք նստացույց էինք անում, ամուսնուս քույրը Մարետա Քալաշյանը գալիս է այստեղ ու լրագրողների ներկայությամբ անպատիվ խոսքեր ասում իմ հասցեին, իբրև ես անբարոյական եմ, փողոցային եմ, ինքը չգիտի եղբայրը ինձ որտեղից է գտե բերել ու Աշոտի հասցեին զրպարտություններ մի շարք, որ իբրև Աշոտը վերթում աչքնակար է, մորը ծեծել է արյուն լվայ արե պատվալու մորերով փակել է ու այդպես մի շարք զրպարտություններ ու վիրավորանքներ մեր հասցեին, որ մենք ընտանիք չենք կոչվում, այլ մեղք են երեխաները, որ մեր ձեռքն են ընկել, մենք մեր երեխաներին մեր երեխաները մեր զենքը չեն, ես Մարետային կասեմ, եթե ունես դու էլ ինքը ունի երկու երեխա, դու էլ քո երեխաներին լավ էլ զենք ես դարձրել, այն զենքն ես դարձրել, որ քո երեխաներով, քո աղջկա ամուսինով դու կարողանում ես քո հարցերը լուծել դատարաններում։ Ես են կասեմ, որ ինքը իր ասած վիրավորական արտահայտությունների, զրպարտությունների համար պատասխանատալու դատարանում մեր առաջարդեն։ Ուրիշ փաստաբանի ենք դիմել, հայց է պատրաստում, որ դիմենք դատարան պատասխանատվության ենթարկվի։ Պատասխան տա ինքը իր ամեն արտահայտության համար, չմտածի, որ ինքը գնա սրա կաբինետը մտնի մեր հասցեին վատը խոսի, իր գործը առաջ կգնա, նրա կաբինետը մտնի Վարդապետի եղբորն ու կնոջը, ինքը տենց է միշտ երևի առաջ գնացել։